Բելարուսի աջակիցները մենք կզրուցենք քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ։ Պարոն Կարապետյան, նախ անդրադառնալով վերջին օրերի գործընթացներին, սկզբում Սամվել Կարապետյանի կալանավորումն էր, իհարկե դրան նախորդել էր Հայ Առաքելական եկեղեցու տարբեր հոգևորականների թիրախավորումը, հիմա հերթը հասել է նաև ձերբակալությունների այս ֆրոնտում, կալանքներ, հեղաշրջման պլաններ, քննչական կոմիտեում ինչ-որ հաղորդագրություններ, ձայնագրություններ, ինչպես եք վերաբերում, ինչ դիրքորոշում ունեք, լսել եք, ծանոթացել եք, մանրամասն եք խնդրեմ։ Ակնհայտ է, որ թե այդ ձայնագրությունները, թե այն հրապարակված ճակերտավոր հեղափոխության պլանը, որոնք իշխանությունները հանրությանը ներկայացրեցին, այդ ամբողջը կեղծիք է։ Ձայնագրությունները հանգիստ կարող են կոնտեքստից կտրել եւ տարբեր դրվագներով ներկայացնել եւ ստեղծել իմիտացիա, որ իբր կազմակերպվում է ինչ-ինչ ահաբեկչություն, իսկ այդ հեղափոխության պլանը ընդհանրապես մանկամտություններ, նախ այնտեղ որևէ օրենքի խախտում որևէ կետով գոյություն չուներ, երկրորդն դա կարող էր գրել ցանկացած ոք դիցուկ Վահագն Ալեքսանյանը։ Բայց խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ թե Բագրատ Սրբազանի ձերբակալումը, Սրբազան պայքարի հանդեպ իրականացվող այս պահին հետապնդումը, թե դրան նախորդած Սամվել Կարապետյանի ձերբակալումը, եթե Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները, այդ ամբողջը պետք է դիտարկել մի համատեքստում, մի ամբողջական համատեքստում եւ կարելի է ուղիղ պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարելիք այցի եւ այնուհետեւ վերադարձի հետ, որովհետեւ ակնհայտ է, ես իդեպ մինչ այդ ասել էի, որ Նիկոլ Փաշինյանի վերադարձից հետո Թուրքիայից նա էլ ավելի սանձարձակ ու լկտի է դառնալու, որովհետեւ Թուրքիայում ստանալու է Էրդողանի անվտանգության երաշխիքը, բնականաբար դրա դիմաց հավելյալ էլ ավելի զիջումների գնալով եւ այդպիսով ստանալով Էրդողանի անվտանգության երաշխավորությունը, նա փորձելու է ամբողջությամբ ոչնչացնել այն ընդդիմադիր դաշտը, որը իզորու է այսօր կանգնել նրա ազգակործան հայրենադավ գործողությունների առաջ։ Պարոն Կարապետյան, տեսեք, ես մյուս կողմի տեսակետներին անդրադառնամ, հեղաշրջում, ահաբեկչություն պետության դեմ, ահա այս գրառումներն են վերջին ժամերին իշխանության բոլոր ներկայացուցիչների պատերին, կարծեք սպիչկայի համար բոլորը տեղադրում են, խոսնակներից սկսած նույնիսկ դեպքեր կան, իրենք պնդում են, որ ամենայն լրջությամբ նախապատրաստվել է ինչ-որ հեղաշրջում իշխանությունների դեմ, նույնիսկ մատնանշում են, որ ուղղորդումը եղել է, այսպես ասած, Ռուսաստանի Դաշնությունից, այդպիսի վարկածներ էլ կային, ասում են մենք մեր պետականությունն ենք պաշտպանում, ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ասում են պետք է առերեսվի եկեղեցին իր խնդիրների հետ եւ իրենք հենց այդ հանձնառությունն են վերցրել իրենց ուսերին, գնալ, մաքրել, բարոյական դարձնել Հայ Առաքելական եկեղեցին։ Սա իշխանությունների Փաշինյանի եւ մնացյալի տեսակետն է։ Այս առնչությամբ ինչ դիտարկում։ Եթե Հայաստանում կա մի մարդ, որը հստակ ուղղորդվում է դրսից, ապա դա Նիկոլ Փաշինյանն է, որը հստակորեն ուղղորդվում է թուրք-ադրբեջանական տանդեմից եւ դա ակնհայտ է, նույնիսկ տեսանելի է անզեն աչքով։ Իսկ ինչ վերաբերում է ԿՊ-ական գրառումներին, ապա դա ամբողջությամբ համակարգվում է մի կենտրոնից եւ չի բացառում, որ այդ գրառումները նախապես արդեն պատրաստված էին եւ սպասում էին ընդհանրապես գործողությունների մեկնարկին, որպեսզի միահամուռ կերպով բոլոր այդ գրառումները զետեղեն իրենց պատերին։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայ Առաքելական եկեղեցուն, նրանց այդ ասվող բարոյականությանը եւ այլն, ապա Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի այն ծրագրի հանգրվաններից մեկն է, ըստ որի պետք է արմատախիլ արվեն ազգային արժեքները, որովհետեւ նայեք հետեւողական իրականացնում է այդ գործընթացը, սկզբից հակադրություն ստեղծել իրական Հայաստան, պատմական Հայաստանների միջև, այնուհետև անցավ խորհրդանիշները ծաղրելուն, պարսավելուն, հետո ի հայտ բերեց, այսպես ասած, իրական Հայաստան այդ կեղծ գաղափարախոսությունը, որին փորձում է տալ սահմանադրական տեսք, եւ բնականաբար Հայ Առաքելական եկեղեցին ընդհանրապես մի հանգրվանն էր, որը պետք է ամբողջացնի ազգային արժեքների դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումները։ Մնացած է կուսակրոնության ուխտը խախտեց, թե չխախտեց եւ այլն, այդ ամբողջը տափակաբանություն է եւ ցինիզմ, ինչը լկտիաբար դրսեւորվում է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում։ Եվ կարող է հասնել այս գործընթացները, կարծում եք զարգացումներ կարող տեղի ունենալ։ Նիկոլ
Նիկոլ Փաշինյանը արդեն վաբանկ է գնում, նա այն մարդն է, որը հատել է բոլոր կարմիր գծերը, հասել է անդունդին եւ նա այլևս հետ դարձի ճանապարհ չունի։ Նիկոլ Փաշինյանը այսուհետ առաջնորդվում է մի տրամաբանությամբ կամ նա լինելու է վարչապետ կամ Հայաստանի Հանրապետություն առհասարակ գոյություն չի ունենալու։ Նիկոլ Փաշինյանը որևէ բանի առջև այլևս կանգ չի առնելու, որովհետև հետ նահանջը նրա համար հավասարազոր է ճակերտավորացած մահվան։ Հիմա մարդ բարերը մի քիչ վախենում է, ասի, որովհետև ամեն բառ կարող է որակվել որպես ահաբեկչության քարոզ կամ կոչ, սակայն ելի եմ շեշտում, Նիկոլ Փաշինյանի համար հետ նահանջը քաղաքական մահ է։ Նա արդեն իսկ քաղաքական դիակ է, խոսքը դրա մասին չէ։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչև վերջ իր կաշին փրկելու եւ իր աթոռը պահպանելու համար, որովհետեւ իր կաշին ու իր աթոռը այս պայդրությամբ համարժեք է։ Պարոն Կարապետյան, նայեք, ասում եք վաբանկ է գնում Փաշինյանը, իսկ ընդդիմությունը վաբանկ գնալ կկարողանա դառնալ այդ պատնեշը, որպեսզի իշխանությունները նահանջեն։ Ընդդիմությունը չպետք է վաբանկ գնալ, որովհետեւ վաբանկ գնալը ինքնին դրական երևույթ չէ։ Ընդդիմությունը պետք է գործի հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայ ժողովրդի եւ դրա համար պետք է մոբիլիզացնի հանրության ողջ ուժերը, որպեսզի վերջակետ դնի Նիկոլ Փաշինյանի այն գործունեությանը, որը արկա է այսօր։ Այդ առումով ճակերտավոր ասած ընդդիմությունը կարող է գնալ վաբանկ։ Ընդդիմությունը կարող է գնալ վաբանկ ճակերտավոր, իսկ Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում բառից բուն իմաստով։ Ապակայունացնելու մասն է Փաշինյանը խոսում, ասում է իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա օլիգարխի Փաշինյանի այդ ձևակերպումները ընդհանրապես շղարշ են, որով նա փորձում է ծածկել իր այսօրվա գործողությունները, որովհետեւ որևէ քայլ չի կատարվել, որևէ այնպիսի գործընթաց տեղի չի ունեցել ընդդիմության կողմից, որը կարող էր հանգեցնել երկրում ապակայունացմանը։ Շնորհակալություն։ Ես եմ 168 թեմի հարգելի հետևողներ, քաղաքացիները